Պոլիպների դեպքում շատ է այսօր առաջարկվում նույն ժամանակակից բժշկության կողմից հեռացնել վիրահատական միջոցն է առաջարկվում։ Այսօր չունի ժամանակակից միջոցը ալոպաթիկ, չունի պոլիպները բժշկելու որևէ միջոց։ Չի կարողանում որևէ բան առաջարկել։ Չնայած որ պոլիպները բժշկվել են վերջին 200 տարուց ավել, բժշկվել են նույն հոմեոպաթների կողմից, այսինքն իրենց բժշկման մեթոդի միջոցով։ Պետք է հասկանալ պոլիպի ինչից է առաջանում եւ հասկանալ արդյոք վիրահատությունը կազատի այդ խնդրից թե ոչ։ Դա նույնն է, ինչ որ ասում են քթին միս կար հեռացեցին։ Այդ նույն պոլիպի մասին է խոսքը։ Ուրեմն պետք է նախ հասկանալ, եթե պոլիպները օրինակ դեղապարկում են կամ արգանդում, եթե պոլիպոզ վիճակ է, պոլիպոզը դա երբ արդեն մի քանի պոլիպ են, շատ ժամանակ առաջարկում են հեռացնել դեղապարկը կամ լինում է որ թե արգանդում շատ է, լինում է որ ընդհանրապես առաջարկում է այտենց հեռացնել արգանդը կամ եթե պոլիպներն է հեռացվում, վնասվում են լորձաթանաքների ներքին օրգանները, նույնիսկ եթե արգանդում, ասենք այտենց ընտրովի հեռացվում կամ աղիներում էլ է լինում, որ հեռացնում են, վնասվում է լորձաթանաքները։ Եթե պոլիպոզ չի, պոլիպոզի ժամանակ կարող են ամբողջ առաջարկել ինչ-որ օրգանի չափ։ Օրինակ լեղապարկը այսօր մոդայիկ է դարձել հեռացնելը։ Պետք է հասկանալ, առաջինը լեղապարկը հեռացնելով կամ ընդհանրապես որևէ օրգան պոլիպի դեպքում պետք է հասկանալ, որ պոլիպը աճելու է ուրիշ օրգանում կամ դրան կից լորձաթանաքներում, մեկ այլ տեղ։ Դա մեկ։ Երկրորդը պետք է հասկանալ, որ չբուժելով կորցրեց մարդը օրգանը։ Այսինքն դա արդեն նոր հիվանդություն է, որովհետև ավելորդ օրգան մարդը չունի իր օրգանիզմում։ Հեռացնելով որևէ օրգան խախտում է ամբողջ պրոցեսները, դա մեկ նոր հիվանդություն է առաջացել։ Այսինքն հեռացնելով բժիշկը օրգանը, որը հնարավոր է բուժել, համ չբուժեց այդ օրգանը եւ ավելացրեց նոր հիվանդություն։ Երկրորդը պետք է հասկանալ, որ եթե լեղապարկը հեռացվեց, պոլիպները աճելու են ընդհանուր լեղացորաններում, կարող են տարածվել աղիներում։ Եվ այդպես շարունակ։ Քթինը հեռացնում են, շատ է եղել կամ ռեցիդիվ է լինում, այսինքն մինիմումը, որ նույնից է աճում նույն տեղը, մաքսիմումը, որ կամ շատ է աճում, մեկի տեղը մի քանիսն են նորից առաջանում կամ այլ հիվանդություն է առաջանում։ Այժմ խոսենք պոլիպի ճիշտ բժշկման մասին, որովհետև ելք կա։ Պոլիպները առաջանում են որոշ դեպքերում կալցիումի, ֆոսֆորի յուրացումների պատճառով, այսինքն կալցիումական աղերը ճիշտ չեն տեղաբաշխվում կամ յուրացումը շատ է նվազում։ Պոլիպներ կարող են նաև առաջանալ, երբ որ խրոնիկ լորձաթանքների խրոնիկ ինչ-որ բորբոքում կա, այսինքն որևէ խնդիր կա լորձաթանքների հետ կապված։ Այսինքն բորբոքումը խրոնիկ դուրս է գալիս, այդտեղ պոլիպը այլ միջավայր չունի, այսինքն չի աճում։ Եվ կալցիումական, ֆոսֆորական աղերի յուրացումները պետք է վերականգնել, որովհետև պոլիպը կարող են բոլորնել պացիենտների որևէ X քանակ պացիենտների, բոլորը ունենան պոլիպ, բայց ամեն մեկի պատճառը առաջացման տարբեր լինի։ Քթինը այլ պատճառ ունենա, տվյալ այս մի պացիենտի մոտ, մեկ այլ պացիենտի մոտ այլ պատճառ ունենա։ Եվ ընդհանուր պատճառները կալցիումի յուրացում, ֆոսֆորական աղերի յուրացում, լորձաթանքների խրոնիկ բորբոքում, որոշ դեպքերում լյարդի հիվանդություններից է լինում, երբ որ վիտամին D-ն չի յուրացվում, կանխավ նշեմ, որ վիտամին D3-ը հավելումներով խմելով էլի չի յուրացվելու։ Մարդը ինչքան ուզում է թող խմի, դա օգուտ չի տալու, թունավոր է տալու։ Որպեսզի վիտամին D-ն յուրացվի, ճեղքվի, որտեղ ինքը վիտամին D-ն յուղի մեջ լուծված տեսքով է մտնում օրգանիզմ, լեղի է պետք ու նորմալ որակի լեղի։ Այսինքն լյարդը պետք է առողջ լինի։
եւ լյարդի հիվանդություններից կարող են պոլիպներ առաջանալ։ Պոլիպոզը այդ երբ որ արդեն վաղուց է, այսինքն լորձը թանաքներն են բորբոքված, արդեն ընդհանուր պոլիպների համար դա հիմք է առաջանում, ստեղծվում, որպեսզի ավելի շատանան։ Որոշ դեպքերում լինում է, եթե փոքր կոնքի օրգանների հետ կապված լինում են միզասեռական օրգանների քրոնիկ հիվանդություններից, որոշ դեպքերում լինում են վահանաձև կեղծի հիվանդություններից, այսինքն յոդի յուրացման պրոբլեմներից են լինում, այսինքն եթե նվազում է յոդի յուրացումը, օրգանիզմը չի յուրացվում, իսկ յոդը որպեսզի յուրացվի, սելենը պետք է յուրացվի, այսինքն եթե սելենի յուրացում ընկած է, յոդը չի յուրացվում, ասենց շղթայված խնդիր է դա եւ անհատապես է պատճառը գտնել, բայց մեծ մասամբ լինում է բժշկել, ճիշտ է, եթե մեծ են պոլիպները, իրանք քիչ-քիչ պիտի ներծծվեն, քիչ-քիչ, որովհետեւ 10 տարվա, 15 տարվա խնդիրը անհնար է մեկ ամսում բժշկել, բայց պոլիպների դեպքում ռեալ փոփոխությունները ամեն ամիս, ոնց որ ամեն ամիս իրանք նվազում են եւ լիարսենի կա, որ իրանք էլ չկան եւ ճիշտ բժշկման ժամանակ էլ ռեցիդիվ չի լինում, այսինքն չի կրկնվում։ Սա է կարևորը, որովհետեւ հեռասեցին նորից կրկնվեց, բացի այդ հեռացնելուց հետևանք լորձաթանանքների բորբոքում, այսինքն որ կտրում են հանում են, լորձաթանանքից էլ է օրգան են հեռացնում, հետո այդ մարդը այդ օրգանը ոնց է ապրելու եւ թող ոչ մեկ չխաբի կամ ինքնախաբեությամբ չզբաղվի, որ օրգանը հեռացնելով մարդը կարող է նույն ձևով ապրել, այսինքն կյանքի որակին դա չի ազդում, այդպիսի բան չկա։ Եվ կյանքի որակին է ազդում, եւ կյանքի տևողությանը, եւ ամբողջ սիստեմն է խախտում մարդու։ Առողջ եղեք։